Գերմանիայի նախագահը նախքան Բաքու գնալը Երևան է եկել իր պատվիրակության հետ Ծիծեռնակաբերդի բարձունքում ծաղիկներ է խոնարհել։ Հետո պաշտոնական ընդունելություն նախագահականում առանձնազրույց ու ընդլայնված կազմով հանդիպում։ Օրակարգում տարբեր հարցեր են համաձայնագրերի ստորագրում, ֆինանսական, նաև Երևանի ու Լայպցիգի միջև մշակութային տարի անցկացնելու վերաբերյալ։ Հայտարարության ժամին արդեն Գերմանիայի նախագահ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերը անդրադարձավ հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթղթին, ասաց՝ կա խաղաղության համաձայնագիր, պետք է անել վերջին քայլերը խաղաղություն հաստատելու համար։ Շեշտեց՝ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական մոտեցում է դրսևորել այս հարցում։ Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, վավերացմանը եւ իրագործմանն այժմ այլևս ոչինչ չի խանգարում։ Այդ առումով Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն եւ այժմ ադրբեջանական կողմը պետք է դադարի թերահավատ լինել։ Մարդիկ այս տարածաշրջանում սպասում են երկարամյա հակամարտության ավարտին եւ տնտեսական զարգացումն էլ կախված կլինի քաղաքական զարգացումներից։ Կարող ենք ասել, որ Հայաստանի համար հեշտ չի եղել հանգուցալուծման հասցնել այս հարցը։ Շատ երկրներ կարող են օրինակ վերցնել։ Գերմանական լրատվամիջոցի լրագրողն է նախագահներից հետաքրքրվում, ինչ հիմք ունի լավատեսությունը, երբ վերապահում կա Բաքվի ձգտումների նկատմամբ վստահության պակաս։ Չնայած Հայաստանը անդադար ասում է պատրաստ է այդ փաստաթուղթը ստորագրել, բայց Բաքուն ոչ միայն չի արձագանքում, այլ նաև չի հրաժարվում պահանջներից։ Նախագահ Խաչատուրյանն ասում է, ամեն դեպքում հավատարիմ ենք խաղաղության օրակարգին։ Մենք շարունակելու ենք այս նույն ոճով եւ նաև վստահ ենք, որ կգա այդ օրը, որովհետև շատերը չէին սպասում, որ այդ համաձայնագրի շրջանակներում առարկություններ, որոնք կային, կհանվեին, բայց մարտին պարզվեց, որ դա հնարավոր է։ Մենք ունենք հիմա սեղանին դրված պատրաստի փաստաթուղթ։ Մինչև Բաքուն պահանջում է սահմանից երրորդ երկրի ներկայացուցիչներից հրաժարվել եւ հայկական կողմն էլ արդեն համաձայնել է ու այդ զիջմանը գնացել, Գերմանիայի նախագահը Երևանում կարևորում է դիտորդների ներկայությունը սահմանին, ընդգծելով, թե նրանք հավելյալ ապահովության երաշխիք են։ Եվ դա շատ տպավորիչ ու քաջալերող է, երբ սահմանում բնակվողները արտահայտվում են, թե ինչ դեր ունի Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Առաքելության ներկայությունը լրացուցիչ ապահովության զգացում է ստեղծում եւ վաղը շնորհակալություն կհայտնեմ առաքելության անդամներին։ Վարչապետ Փաշինյանի հետ էլ կհանդիպի Շտայնմայերը, հետո Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ կնստի առանձնազրույցի։ Հավանաբար Բաքվում էլ խաղաղության պայմանագիրը անհապաղ ստորագրելու կոչեր կհնչեն։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։